Հայաստանի տարածքում ադրբեջանական տարածք չկա։ Ադրբեջանի զորքերը գտնում են Հայաստանի տարածքում եւ անհապաղ պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դա անելու փոխարեն պատրաստվում է Հայաստանից նոր տարածքներ զիջել։ Տեսեք, այս ամբողջ աղմուկի մեջ մենք մի բան ասեցինք կանգ առեք եւ խնդրում ենք պատասխանեք երկու հիմնական հարցի։ Առաջինը, որ հայտարարի, որ Հայաստանի տարածքից այլևս երբեք որևէ մետր քառակուսի Ադրբեջանին չէ զիջելու, որովհետև մենք պնդում էինք, որ ինքը եթե վերարտադրվի, նոր տարածքները հանձնվի, իրենք ասում են ոչ, մենք եկել ենք իրական Հայաստան, Հայաստանի տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը պահելու համար։ Շատ կոնկրետ հարց ենք տվել, հայտարարի, որ այլևս չէ զիջելու։ 10 օր մեր հարցադրումներից հետո ինքը շատ ուղիղ ասեց, որ Ադրբեջանի 3 տարածքները, որոնք գտնում են Հայաստանի տարածքում, պետքա վերադարձնենք։ Այսինքն սա մեղմ ասած պետական հանցագործություն չի, սա լրիվ մի ուրիշ բան, այսինքն մարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում է, ինձ քվեարկեք, որ գնամ նոր տարածքներ հանձնեմ։ Բայց այստեղ անկեղծ էր, պարզ ասեցինք ինչի է ուզում վերարտադրվի։ Հիմա երկրորդ հարց։ Ասում ենք, որ հայտարարի, այդ հարցի պատասխանը արդեն ունենք։ Մենք վաղուց ունենք, բայց ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իմանան։ Երկրորդը ասում ենք հայտարարի, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Շուրջ Երևանի չափ 200 կիլոմետր քառակուսուց ավել։ Հայտարարի, որ դրանք մեր տարածքներն են ու Ադրբեջանի զորքերը պետքա դուրս գան։ Սա էլ չի կարողանում հայտարարել։ Այդ սահմանագծում սահմանազատում ընդամենը իրավական հիմքեր եք պատրաստում Ադրբեջանի հետ Հայաստանից ինձ կտոր հանձնելու Հայաստանի տարածքներից։ Հետևաբար ինչ սահմանագծում սահմանազատում, իր ասած սահմանագծում սահմանազատումը դա նոր հանձնումներ է։ Իհարկե պետք է սահմանագծում սահմանազատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղ ունենա, որ մենք գանք, այո, դա տեղի ունենալու է։ Բայց առաջի հարցը նախ զորքերը պետքա դուրս բերի Հայաստանի տարածքից։ Այդ մարդիկ իրենց դիրքերն են, շինություններն են ամրացնում։ Ակնհայտ է, չէ՞ որ չեն պատրաստում Հայաստանի տարածքից դուրս գան։ Ու Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձրադիր դիրքերը այս իշխանությունը հանձնել է Ադրբեջանին։